որ այս խմբերը կազմակերպությունները, ովքեր լծված են ազգային մշակույթը, տոները, ծեսերը տարածելու գործով, սա մի տեսակ պարտիզանական պայքար է մեզ համար, որովհետև դրանք ի սկզբանե տարածման կարիք չպետք է ունենային եւ դրանք պետք է լինեն ժողովրդի կենցաղի մի մասը, այսինքն ազգային պարերը, որ մենք այսօր սովորեցնում ենք, գրում ենք համայնքներ, հեռավոր կամ թեկուզ Երևանում, դրանք ինչ-որ ժամանակ եղել են ժողովրդի ուղղակի կենցաղավարության մի մաս եւ պետական հատուկ միտումնավոր քաղաքականությամբ երբեմն դրանք օտարվել են մեր ժողովրդից, ոսկը մեր 70-ամյա սովետական շրջանում գտնվելու մասին է, երբ որ ազգային մշակույթը ստորադասվում էր ավելի սովետական քաղաքականությանը եւ մենք դրա արդյունքում մեր տաղավար տոներն ենք կորցրել, դրա փոխարեն նշել ենք, չգիտեմ, ինչ-որ պիոների օր, նշել ենք աշխատավորի օր, նշել ենք այլ տոներ, որոնք փոխարինվել են մեր ազգային տոներին, երգել ենք այլ երգեր, որոնք փոխարինվել են մեր ազգային երգերին, մեզ մոտ փոխել են նույնիսկ ուղղագրությունը եւ ստեղծվել է աբեղյանական ուղղագրությունը եւ դասական ուղղագրությունը փոխել, խոսքով փորձել են փոխել ամեն ինչ։ Եթե հիշում եք, նույնիսկ մեր լավագույն կրթություն ստացածները խոսում էին ռուսերեն, այսինքն ռուսական լեզվի տիրապետությունը եւս տեսանելի էր եւ ժամանակի ընթացքում սա տանելու էր ազգերի ձուլման։ Ինչպես Միջին Ասիայում, օրինակ այսօր մայրաքաղաքներում ռուսերեն են խոսում, դա կարող էր սպառնալ նաեւ հայ ժողովրդին, բայց ես կարծում եմ, որ մենք ավելի դիմակայուն ժողովուրդ ենք մշակութապես եւ կարողացել ենք դրանից զերծ մնալ։ Մշակույթի տարածման գործում ես կարծում եմ, որ սրտից սիրտ ուղերձը, ինչպես նշվեց իմ գործընկերների կողմից, շատ ճիշտ տարբերակ է եւ բոլոր մշակույթի տարբեր ճյուղերի առնչությամբ ինքը ամենակենսունակ տարբերակն է եւ պետք է դրա համար փոխանցողը ինքը սիրի այդ մշակույթը, ինքը զգա դրա հաճույքը, որպեսզի կարողանա դրանով վարակել այն մարդկանց, ում ինքը փորձում է դա տալ։ Եթե ինքդ չես սիրում, եթե ինքդ դրա կրողը չես, ու չես կարողանա դա փոխանցել։ Եթե դու քո խնջույքների ժամանակ չես պարում ազգային պարեր, չես պարում քո հարսանեկին, չես պարում քո ծնունդին, ուրեմն դու չես կարողանա դա սովորեցնել դպրոցում։ Այսինքն դու սովորեցնում ես մի բան, բայց կենցաղը լրիվ ուրիշ բան է ցույց տալիս։ Երբ որ հավաքվում եք, չգիտեմ, դպրոցի վերջի զանգի, պարում ենք մեկ այլ բան, բայց որպես գնահատական ստանալու ինչ-որ միջոց ասում ենք, որ չէ, պետք է լինի։ Այս առնչությամբ ես կարծում եմ, որ շատ լավ ծրագիր էր ազգային երկպար առարկայի ներդրումը հանրակրթական դպրոցներում։ Իմ սուբյեկտիվ կարծիքով ինքը թերի էր եւ պետք էր այդ ծրագրին նաեւ շարունակություն տալ, որ ինքը մենակ դրանով չսահմանափակվի, այլ ունենալ նաեւ փառատոներ, ունենալ դրանք կենցաղում կամ արհեստական ստեղծված միջավայրում, հենց փառատոններ արհեստական ստեղծած միջավայրներ են, դրանք կիրառելու հնարավորությունը հարթակ տալ եւ ժամանակի ընթացքում մենք կտեսնեինք, որ ունենայինք այդ մշակույթի դեպի կենցաղ վերադարձը։ Ես կարծում եմ, որ պետք է ժամանակի հետ դա զուգահեռ գնա եւ չպայքարի ժամանակի դեմ, այն երգերը, որ գովում էինք մենք համբարձման տոնի ժամանակ աղջկան կամ բանին, հիմա մի փոքր մարդկանց սրտին չեն կպնում։ Ժամանակին դրանք զուտ կենցաղից են եղել, այսինքն այդ ժամանակների կենցաղը այդպիսինն է եղել, որ ես գովեմ այս աղջկան, գովեմ ծանոթելը, գովեմ, չգիտեմ ինչ ասեմ, եւ դա կպել է իրենց սրտին։ Եվ ժամանակի հիմիկվա պարագայում, օրինակ, չգիտեմ, սիրախաղի դեպքում, երբ որ ասում էին ավել անել չգիտես, կարելի է օրինակ ասել, որ չգիտեմ, Instagram-ից փասվորդն ես մոռացել,
ինքը ժամանակակից է ավելի ու մարդկանց սրտին կպնում է, իրանք դրա մեջ են, սա իրանց կենցաղն է, սա մեր կենցաղն է, և կարծում եմ կենցաղը հաղթում է ամեն դեպքում, դա պետք է լինի քո մասը, և եթե դու քո մշակույթը, քո կենցաղի վրա չես կառուցում, իրան որոշակի, մենք ընկերներով ասում ենք, սենց քրմական ուղղումներ տալով, օրինալ ասում ենք մեր ընկերների մեջ, մեր քրմերից մեկն է, Չակերտավոր, որոշակի սենց ուղղումներ տալով, բայց դա պետք է լինի կենցաղի մաս։ Եթե մենք չենք կարողանում դա կենցաղով կիրառել, ուրեմն ինքը արհեստական մի բան է։ Եվ այստեղ շատ կարևոր է պետական աջակցությունը։ Առանց պետական աջակցության մենք դա չենք կարող անել ու հասարակական կազմակերպությունները թեկուզ 50 լինեն, թեկուզ 150 լինեն, Խաչիկ գյուղում չեն կարողանա կառուցել արևը ելել նախագիծ։ Ուղղակի համայնքապետեկասին չեք կարող անել եւ վերջ։ Բայց երբ որ աջակցում են, տարածք են տալիս, 2 տարուց հանձն են առնում վերցնել եւ այլն, շատ կարեւոր է միջոցառումների ունենալ ընդհանուր տեսլական ազգային մշակույթի, արժեհամակարգի, բարոյականության, այս պարագայում ինքը աշխատում է, այսինքն մեկին գումարած մեկ, այս դեպքում չի դառնա 2, այլ միգուցե դառնա 12, ու ինքը սենց վարակի նման տարածվում է։ Շնորհակալ եմ։